Մշոկ Քոչարյան։ Մշոկ Քոչարին, որը շատ հարի եւ նման է Մշոկ Խռին կամ Սասնա Քոչարուն, ունի իր տարբերությունները եւ թերևս դա ոչ միայն խոյի շարժումների վերարտադրության այլ ընկալումն է, այլ նաեւ այն, որ լեռներում ապրող խոյերը այլ ցատկունակություն ունեին, իրենց մենամարտային այդ տեսարանները բոլորովին այլ էր, քան հարթավայրի խոյերը։ Մշոկ Քոչարյու մեջ, ինչպես եւ շատ ու շատ տարբերակներում, հիմնականում ձեռքերը բռնվում են խաչված ափերով, ձախ ձեռքը անցնում է դիմացից եւ ափերը մատներով խաչվում են իրար մեջ։ Մշոկ Քոչարյու 3 տարբերակ կցուցադրենք, որոնցից առաջի երկուսը շատ նման են իրար, ընդամենը մեկ քայլի տարբերությամբ։ Առաջի քայլը ձախ ոտքի վրա խորը կքանիստ, որից հետո 2 մարով զսպանակ աջ ոտքի վրա։ Շարունակությունը 2 խորը կքանիստ ձախ ոտքի վրա, որից հետո աջ ոտքով քայլում ենք դեպի աջ, ձախը միանում եւ խորը նստելով մարով զսպանակ։ Եվ այսպես առաջի տարբերակի պատկերը ստացվում է այսպիսին. ձախ, աջ, աջ, ձախ, ձախ, աջ, աջ, ձախ, աջ, 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 ձախ, աջ, աջ, ձախ, ձախ, աջ, աջ, ձախ, աջ, աջ, աջ։ Ենթադրում եմ, որ Մշոկ Քոչարին այս տարբերակը, որ ցուցադրվում է հատկապես խաղացող ոտքով տարբերակը, հիմք է հանդիսացել Խորհրդային Միության ժամանակ ստեղծված, ավելի ճիշտ կլինի հղկված, մշակված այն տարբերակի, որը ժողովրդական, ոչ թե ազգագրական, այլ ժողովրդական խմբերում պարվում էր եւ դրա անունը բոլորը կոչում էին ավանդական Քոչարի, նաեւ Ռախստագի տակ պատերի տակ պարվող Քոչարին եղել է հենց այս տարբերակը Մշոկ Քոչարին, որը արմատներով մշեցիները հասնելով Բեռլին, իրենց ուրախությունը նշել են Մշոկ Քոչարիով։ Երկրորդ տարբերակը, որը շատ նման է առաջի տարբերակին, տարբերվում է նրանով, որ երկրորդ խորը 2 զսպանակով ձախ ոտքի վրա կատարվող այդ քայլի ժամանակ նաև մեկ խորը կքանիստ արվելով բացվող ոտքի ժամանակ աջ ոտքը տրվում է դեպի առաջ խաղալով օդում, այսինքն ձախ, աջ, աջ, ձախ, ձախ, աջ, աջ, ձախ, աջ, 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 ձախ, աջ, աջ, ձախ, ձախ, աջ, աջ, ձախ, աջ, աջ, աջ։ Առաջի 2 տարբերակը շատ տարածված են, երրորդ տարբերակը մի փոքր ավելի բարդ համակարգ է, բայց ավելի ոնց որ թե բազմազան եւ ավելի հարուստ։ Սկսում է պարը աջ գնացող քայլով, աջ, աջ, ձախ, շեշտ, որից հետո ձախ ոտքը բարձրացում, կրունկ դնելով, կոտրելով, քայլում առաջ աջ ոտքով ծանրությունը վերցնելով իր վրա եւ ապա ձախ ոտքով նորից քայլելով աջը գալիս հասնում է ձախ ոտքին եւ խաղում օդում, որից հետո 1, 2, 3 քայլ քայլում ենք դեպի հետ, երրորդ քայլը շեշտված եւ դադարով։ Երրորդը շեշտեցինք, որից հետո ձախ ոտքը կլոր խաղում է օդում, վերցնելով իր վրա ծանրությունը, իսկ աջը խաղում է հորիզոնական կլոր, որից հետո պարը սկսվում է նորից։ Աջ, աջ, ձախ, աջ, գրունկ, կոտրեցինք ձախ քայլ,
աջ, ձախ, աչով շեշտ, աչով պտտեցինք, աչը պտտվեց, ձախ կրուն կոտրեցինք, ձախ, աչը խաղաց, աջ, ձախ, աչով շեշտ, ձախը ուղղայած, աչը հորիզոնական և շեշտ։ Շատ տեղերում նշում է, որ նաև Քոչարին հաղթապար է, այսինքն նա ապարել են որպես տոնակատարություն։ Եվ իհարկե այս պարը նաև մշրոցիները պարում են իրենց հարսանիքներում, իրենց խնջույքներում, իրենց տոնախմբություններում, նաև իրենց ազատ հանգստի ժամին մշրոցիները պարում էին այս Քոչարին։